Ես սեյնով ավելի սավը դերնաշանվար եկանում, որպեսի աբուլյադմով տեխնիկան ավելի երկարատ իմանա, իրան ավելի սավը դերնաշանվար Շինարարություն դեռ վերջի փուլում է, կառուցումի մասը արդեն վերել ենք, մի մասը պետք է բերենք։ Ունենում ենք մի հատ այսպիսի տարածք ամբողջությամբ գրադարանում, որը երևի թե լավագույն գրադարանային միջավայրից մեկն է Հայաստանում, առանձնացված ընթերցասրահներով, լրիվ առանձնացված, այսպես հատուկ ուսանողների համար, ես տատիկով ասում ուսանողները ուղղակի տուն չեն գնալ այստեղից, ու նպատակն է դա, որ տուն չգնան։ Ու մենք գրադարանի աշխատանքային ժամերը սարքեցինք մինչև ժամը 9-ը, որ ես եկա ժամը 5-ին ուզածում գնում ենք տուն։ Իսկ դրանք ինչ են կապված է։ Երկուսը գեներատորներն են, որ մշտապես պետք է հոսանք ապահովեն։ Այս երկուսը չիլերներն են, որոնք պետք է մշտապես այդ օդի նույն գորածը ապահովեն։ Արհեստական բանականության էկոհամակարգերը, ընդհանրապես ասած, կարելի է բաժանել 3 շերտերի։ Առաջին շերտում այդ նոր արհեստական բանականության մոդելներ ստեղծելն է։ Այս երկհամակարգիչը, որ մենք այսօր գործարկում ենք, մեզ հնարավորություն է տալիս այս ոլորտում միանգամայն միջազգային մրցունակ գիտական պրոդուկտ տալ։ Այս տրամաբանության մեջ որը պետք է լինի մոտիվացիան, որ օրինակ մենք էլի բյուջեի միջոցներով ուրիշ սուպեր համակարգիչներ ստեղծենք։ Նկատի ունեմ, ձեր աշխատանքի ծավալը մեծացավ, մեծ հաշվով հնարավորություն է, որ Firebird-ի կարողությունները ձեզ հասանելի կլինեն, շատ մեծանում է։ Այդ դեպքում ինչ իմաստ կունենա պետական բյուջեով նորից սուպեր համակարգիչներ։ Իմ կարծիքով իմաստ կունենա մենակ այն դեպքում, եթե լինեն նոր սերնդի համակարգիչներ, որոնց կոմերցիոն կիրառությունը դեռ ապացուցված չի, երբ որ մենք այս որոշումը կայացնում ենք ես առնելու, Firebird-ի հիմնադիրները դեռ չեն զգում, որ իրենք կկարողանան սա վաճառել, որ սրանից չեն մտնում։ Ու այդ տարիների տարբերությունն է։ Մենք ծնվել նոր սերնդի համակարգիչներ, որոնք էլի իրենց համար կասկածելի կլինի իրենց կոմերցիոն արժեքը, բայց մենք կտեսնենք այդտեղ գիտական արժեք ու ավելի հեռանկարային մասնագետների պատրաստում, որոնք հետո կարող են արդեն տնտեսական արժեք ստեղծել, այդ դեպքում իմաստ կունենան։ Ես հիմա ուրիշ մասին եմ մտածում, քանի որ խոսեցինք, որ սա համալսարանին է, այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Firebird-ի եւ ուսուցիչների հասանելիությունը կմեծանա եւ գիտական նպատակներով օգտագործեն եւ դերին շատ կրթական նպատակներով, որպեսզի ուսանողները ավելի շատ, այսինքն ինքը դառնա ավելի շատ կրթական համակարգիչ։ Մեկ էլ մեզ շատ է ոգևորել Firebird-ի ծրագրի, որ Ռեժիմարիցյանը ասեց, որ դրսի գիտնականները, որ ուզենան օգտագործել այս ռեսուրսները, իրանք պետք է պայման դնեն, որ գան Հայաստանում ապրեն։ Իսկ իրանք գալով Հայաստան, մենք իրանք հնարավորություն կունենանք կրթական ծրագրերի մեջ ներգրավել ու նաև գիտական պրոյեկտների մեջ գրավել, ինչը երկնակի մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա մեր համար կրթական